Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող բոլորիս օրը լցված լինի խաղաղությամբ, սիրով և Աստծո օրհնություններով։ Սիրելիներս, այսպիսի համեղ կոֆեի բուրմունքով եմ ձեզ դիմավորում։ Աղամ այս համեղությունը դնեմ կոֆեն, համեցեք, միասին խմենք կոֆեն, փոքր զրուցենք մեր առօրյայից և նոր անցնենք մեր գործին։ Հիմա աղամ սիրով պատրաստեմ ինձ համար և ձեզ համար։ Աղացի վերջացրեցի, սիրելի հետևորդներ ջան, հիմա դնում եմ ինձ համար թարմը աղացած անուշ բույրով կոֆեն։ Դուք էլ ձեր կոֆեն դրեք, եկեք միասին վայելենք առավոտվա կոֆեն։ Հիմա մի լավ գդալ կլցնեմ, մի քիչ էլ ավել դեռ, թող համեղ լինի, թարմը աղացած կոֆեի համը ուրիշ է։ Հիմա կդնեմ, գնանք, համ կխոսենք, կնստենք, համ էլ մեր կոֆեն կվայելենք։ Առավոտ շուտ, որ արթնանում ենք, լվացվում ենք, կոֆե ենք դնում, չէ, այդ կոֆեն շատ համեղ է։ Հիմա արդեն իմ կոֆեն պատրաստ է, մի հատ էլ խառնեմ, թող եռա, արդեն բարձրանում է, եռած անջատեմ, լցնեմ բաժակը և գնացինք միասին կոֆե խմելու։ Սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ, տրամադրությունս լավ, բարձր, աշխատանքային, հաստատ գիտեմ, որ դուք էլ եք լավ, սիրելիներս, չէ՞ որ գարուն է եկել, իր հետ բերել է ջերմություն, իր հետ բերել է ծաղկունք, արդեն Հայաստանում ծառերը ծաղկել են, ճիշտ է, մեզ մոտ դեռ գարուն չի, տաքություն չկա, ջերմություն չկա, բայց գարունը եկել է, դռները բացել ենք, լցվել են մեր սրտերն ու հոգիները գարնան ջերմությամբ և բուրմունքով, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, կոֆեն խմելուց հետո որոշեցի պատրաստել թոռների սիրած քաղցրավենիքներից մեկը, ճապոնական ալաջիներ կամ տարածված անունը փանքեյք։ 2 ձու եմ վերցրել եմ 2 բաժակ կաթ, 8 ճաշի գդալ շաքարավազ, 2 բաժակ ալյուր, փխրեցուցիչ 1 տուփ, վանիլին 1 թեյի գդալ, սովորական աղ և բուսայուղ։ Պատրաստելու եմ 2 չափաբաժնով։ 2 ձվի վրա ավելացնում եմ 8 ճաշի գդալ շաքարավազ և լավ հարում եմ։ Ես միքսերով չեմ հարում, բլենդերով չեմ հարում, գերադասում եմ ձեռքի հարիչով հարել։ Մի փոքր ձուն շաքարավազով հարելուց հետո ավելացնում եմ մի պտղունց աղ։ Ու նորից լավ խառնում եմ, որ լավ հարվեն ձուն և շաքարավազը իրար հետ։ Ի դեպ ասեմ, որ դուք կարող եք շաքարավազի քանակը ավելացնել, պակասեցնել, ըստ ձեր ցանկությամբ, ինչքան քաղցր եք սիրում, այդքան էլ ավելացրեք։ Խառնելուց հետո ավելացնում եմ կաթը, հեղուկ զանգվածը, նորից լավ խառնում եմ։ Ինձ մոտ բաժակները 250 մլ են, հավասար են 4-ն էլ, ավելացնում եմ 1 թեյի լավ գդալ վանիլին և բուսայուղ պետք է ավելացնեմ։ Ավելացնում եմ բուսայուղ 2 ճաշի գդալ,
2 չափաբաժին է 2 ճաշիկ գթալ։ Եթե դուք 1 չափաբաժնով եք պատրաստում, բաղադրիչները հավասար կիսեք։ Ավելացնում եմ 1 բաժակ ալյուր, նորից սկսում խառնել։ Ալյուրը նախապես մաղել եմ, պետք է անպայման մաղած լինի ալյուրը։ Հիմա ավելացնում եմ 2-րդ բաժակ կաթը, նորից եմ խառնում։ Երկրորդ բաժակ ալյուրի վրա ավելացնում եմ 1 տուփ փխրեցուցիչ, 2 անգամ եմ փխրեցուցիչը ավելացնում, լցնում եմ խմորի վրա ու լավ հարում։ Հիմա կեսն էլ կավելացնեմ փխրեցուցիչի, ավելացնում եմ խմորին և սկսում եմ հարել։ Սիրելիներս, այսպես ավելի քիչ-քիչ ավելացնելով կաթը, ալյուրը, հետո նորից կաթն ու ալյուրը գնդիկներ չի մնում։ Լավ բացվում է ալյուրը և ստացվում է համասեռ կոկ զանգված։ Տեսնում եք ինչ իդեալական առանց գնդիկների խմոր ստացվեց։ Խմորը պատրաստելուց հետո թողել եմ 10 րոպե հանգստանա։ Հանգստանալուց հետո թխում ենք։ Թավան լավ տաքացրել եմ մարմանդ կրակի վրա։ Բուսայուղը մի քանի կաթի լցրել և չորացրել եմ բուսայուղը։ Տաք թավայի մեջ ավելացնում եմ մեր թխվածքաբլիթի խմորը հերթով։ Սիրելիներս, խմորը կարող ենք շատ լցնել, քիչ լցնել, մեծանել, փոքր անել, արդեն դա կախված է ըստ ցանկությամբ, ինչպես դուք ուզում եք, այդպես էլ լցրեք, մեծ, փոքր, կամքը ձերն է։ Ես միջին չափսի շերեփ եմ վերցրել և շերեփով եմ անում։ Կարող ենք գդալով լցնել, ավելի փոքր պատրաստել։ Հիմա կթողնեմ մի քանի վայրկյան, սաղ պղպջակներ է արդեն խմորը, ստացված խմոր է։ Մի քանի վայրկյան հետո նոր շուռ ենք տալիս։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս, թե ինչպիսի պղպջակներ են առաջացել, ուրեմն պատրաստ է, պետք է շուռ տամ։ Շուռ տալուց հետո մյուս երեսն էլ մի 2-3 վայրկյան հետո կկարմրի և կվերցնեմ։ Հիմա վերցնում եմ, պատրաստ է արդեն։ Տեսնում եք, լավ կարմրել է։ Ստացվեց լավ, կարմիր, գեղեցիկ թխվածքաբլիթներ։ Ամեն անգամ խմորը թխելու ժամանակ պետք է խառնենք, սիրելիներս։ Եթե ուզում ենք կլոր ստացվի մեր թխվածքաբլիթները, պետք է շերեփը մեկ ուղղությամբ պահել, նոր լցնել, տեսնում եք ինչ կլոր ստացվեց։
Ահա, այսպես, մեկ ուղղությամբ, մեջտեղի մասում լցնում ես, ինքը հավասարաչափ խմորը բաշխվում է և ստացվում է կլոր։ Արդեն եփել է, շուռ տվեցի, հիմա հանում եմ։ Շատ լավ ստացվում է։ Պատրաստեք շատ հեշտ, արագ պատրաստվող փանքեքները, թխվածքաբլիթները և ուրախացրեք ձեր թոռներին, երեխաներին։ Նորից նույնը կրկնում եմ, սիրելի հետևորդներ ջան։ Անընդհատ լցնելուն խառնում եմ և նոր լցնում եմ թավայի մեջ խմորը։ Այս հենց ուղիղ պահեք և գեղեցիկ կլոր կստացվի։ Ուզում եք ավելի մեծ շերեփ վերցրեք, մեծ պատրաստեք։ Տեսնում եք ինչ գեղեցիկ ստացվում է, եթե մեկ ուղղությամբ պահեք շերեփը։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա մնացածը կադրից դուրս պատրաստեմ, կհանդիպենք արդեն բոլոր թխվածքաբլիթները, ինչպես ընդունված է ասել, տարածված անունը փանքեքները պատրաստեմ, կհանդիպենք։ Տեսնում եք, միշտ խառնում եմ, նոր լցնում եմ։ Շատ արագ թխվում է, սիրելի հետևորդներ։ Վայրկյանների ընթացքում կարմրում է, վայրկյանների ընթացքում արդեն պատրաստ է։ Գեղեցիկ կլոր թխվածքաբլիթները, փանքեքները։ Պատրաստ եմ, վերջացնեմ, կհանդիպենք։ Ահա տեսեք, փանքեքների տեսքը լավ թխվել են ու շատ անուշ բուրմունք ունեն։ Սիրելիներս, այսօր ես փանքեքները մի քանի հատ կմիացնեմ եփած խտացրած կաթով, իսկ մնացածը հենց այդպես էլ կթողնեմ։ Հիմա վերցնում ենք մի հատը և տարածում ենք խտացրած եփած կաթով։ Դնում եմ մյուս շերտը։ Տղաթոռնիկս խտացրած կաթով շատ է հավանում, դրա համար մի քանի հատը խտացրած կաթով կպատրաստեմ, կմիացնեմ իրար, մնացածը կթողնեմ։ Կարող ենք նայել թթվասերով, մեղրով, ջեմով, քսել և մատուցել։ Շատ հեշտ պատրաստեցի, արագ և ստացվեց փափուկ ընտիր։ Երկրորդ շերտը դնելուց հետո կողքերը լավ ամրացնում ենք։
Հիմա մեկը դանակով կիսում եմ։ Տեսնենք ինչպես է ստացվել, շատ ընտիր է ստացվել։ Սիրելիներս, պատրաստեցի, վերջացրեցի փափուկ համեղ փանքեքներ։ Մի քանիսի մեջ քսել եմ եփած խտացրած կաց, պետական է այդպես եփած, ես չեմ եփել։ Տղա թոռնիկը շատ սիրում է։ Սա էլ առանց խտացրած կաթի է։ Տեսնում եք ինչ լավ ստացվեց։ Եթե խմորը հանգստանում է, մի 5-ից 10 րոպե ընտիր ստացվում է։ Հիմա կփորձեմ կապսուլայով սուրճի հետ, կես մասը կփորձեմ, բավական է։ Շատ փափուկ, համեղ, անուշ փանքեքներ ստացվավ։ Պատրաստեք, ձեր թոռներին, երեխաներին ուրախացրեք։ Առավոտյան թեյի հետ շատ լավ է, որ երեխաները խմեն թեյը փանքեքի հետ։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, սիրով պատրաստեցի, սիրով ձեզ ցույց տվեցի, մանրամասը բացատրեցի, թե ինչպես պատրաստեք, որ ստացվի համեղ և ընտիր։ Եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ համեղ տեսահոլովակներ։